Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ձեր եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները ինչպես են եւ հնչող տեսակետները, որ օրեր առաջ ներկայացության մոտ տեղի ունեցած ակցիան եւ այդ մարդիկ կապվում են նրա անվան հետ, ձեզ ինչ-որ բան հուշում է կամ դուք ունեք փաստեր տվյալներ այդ մասով։ Ոչ, ես քննարկել եմ Սամվել Բաբայանի հետ եւ ինքը ինձ հանրահավաքի օրերին Այդ ակցիայի ժամանակ ակցիայից անմիջապես հետո եւ ինքը վստահեցրել է, որ ինքը որևիցե կապ չունի այդ ակցիայի հետ եւ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել։ Մեր հարաբերությունները ինչպիսին են, իրենք Սամվել Բաբայանի քաղաքական ուժը հանդիսանում է երկրորդ քաղաքական ուժ Արցախի ազգային ժողովում եւ մեր հարաբերությունները հենց այդպիսին են։ Պարոն Շահրամանյան, եւ այնուամենայնիվ Արցախի առանձին ներկայացուցիչների, քաղաքական գործիչների կողմից հնչում են տեսակետներ, որ այս իշխանության օրոք հնարավոր չէ Արցախը նորից վերադարձնել, բանակցային առհասարակ այս իշխանությունները փակել են Արցախի էջը, հետեւաբար պետք է հեռանան։ Դուք կիսում եք այդ տեսակետները։ Ես այդ հարցին մի քանի անգամ առիթ եմ ունեցել պատասխանել։ Արցախի էջը փակելու մասին, դա չշարունակելու մասին, բաց հայտարարություններ է հնչել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ այդ հայտարարությունները անողները ակնկալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը։ Ես էլ եմ ակնկալում։ Դուք Փաշինյանի հրաժարականը պահանջում եք, պարոն Շահրամանյան։ Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Մենք այո ունենք մեր դիրքորոշումը, որը այս պահին ես ճիշտ չեմ գտնում ասել։ Ինչու՞ն եք աշխատում։ Դուք կաշկանդված չեմ։ Հայաստանի անձնագիր ունեցող եւ այս պահին Հայաստանում բնակվող քաղաքացի եք եւ լիարժեք իրավունք ունեք պահանջատել լինել։ Արցախի պաշտոնյա ես այս պահին կորեկտ չեմ համարում պատասխանել։ Փողոցային պայքար բացառում եք, որ կսկսեք։ Ինչի համար։ Իշխանափոխություն։ Ես ասեցի, իշխանափոխությունը կարող են պահանջել իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Կա միջազգային որևէ կառույց, պարոն Շահրամանյան, որոնց հետ անձամբ դուք աշխատում եք թեկուզ գերիների մասով, եթե դա բարձրացնել է։ Նպատակար մարդ չի դրա մասին խոսել, որոշ հանգամանքներից ելնել է։ Իսկ Արցախի հարցը Եվ այնուամենայնիվ ռազմագերիների մասով ինչ որ աշխատանքներ տարվում են, ինչ տեղեկություններ ունեք այդ թվում եւ այդ շինծուկ իրական գործերի ցուցմունքների կորզման որքան վտանգավոր դրանք կարող են լինել եւ ընդհանրապես նրանց ճակատագիրը ինչ է սպասվում։ Այո, այդ դատավարությունը շինծու է եւ մենք համարում ենք, որ որևիցե իրավական հիմքեր դրանց իրականացնելու համար չկան, շատ բացասական ենք վերաբերվում եւ այո, կան վտանգներ, որ այնտեղ գործվող ցուցմունքները կարող են օգտագործել նաեւ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն ժողովուրդ։